ուրեմն շատ արագասեմ կարճ, քանի որ ոչ ժամանակ ունեն, ոչ մեգաբայթ, ոչ էլ իսկավորում։ Ուրեմն բայց միտքը հետեւյալն է նաև առաջարկը։ Հիմա տեսեք, այդ ղախպի տղա Նիկոլը ինչ է ձեր վրա ծախում։ Իբր նա որպեսի զոհեր չլինեն, զիջում Ադրբեջանի եւ այնինչ ինքը ճիշտ հակառակը միտումնավոր է, հենց զոհերը բերել, ես դա կապացուցեմ, ես դա առանձին կասեմ։ Առաջարկս հետեւյալն է. դե Պուտինը բերի զորքը կանգնացնի, վրացա հայկական սահման, բայց հետեւյալ պայմանով ոչ թե որ Հայաստանը գրավի, բայց պահանջում որ Փաշինյանը ռադիկալ հրաժարակատար ռադալի։ Դե որ զոհեր չլի Նիկոլ Բոզի տղա, ռադալի։ Ինքը տեսբականի չէ, ինքը միջև վերջի ձեզ հայվաններ, ովքեր դրան սատարում եք, ինքը կպատերազմի աթոռը պահելու համար։ Իդեպ ասեմ, ես սա հասցրեք Պուտինի, թող անի տեսման։ Տեսեք Տրամպը ինչեր անում արա։ Թող անի, ես առաջարկը եթե կարեք հասցրեք Պուտինին։ Եթե սենց բան անի, չէ, արա ոչ ոք այդ Բոզի տղա Նիկոլին չի պաշտպանի։ Հենց առաջի հերթին այդ գյոթվերանները, ովքեր իրան հենց ամիջապես կողքին են։ Առաջինը իրան կծախեն։ Սաղ դրա այդ լեկտի պիղծ ռեժիմը հիմնված է փողի վրա, փողը մուծում այդ գյոթվերաների, որ իրան պայել, վերջ։ Էն էլ այդ փողը ձեզանից են վերցնում, այսինքն արևմուտքը ուղարկում է տասնյակ հարյուրավոր միլիոնները ղախպի տղա Նիկոլի ռեժիմը պահի, բայց պարտքը գրում է ձեր վրա։